Քանի հոգի է վճարել 15 միլիոն դրամ և ազատվել ծառայությունից, այս մասին խոսել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ահա 17 միլիոն դրամ վճարելու կետից ազատվել է ծառայությունից և չի ծառայել 87 հոգի։ Մոտ 38-ը օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է 1 ամիս, վճարել 8 միլիոն դրամ։ Ունենք նաև 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով և որևէ գումար չեն վճարել։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ունենք հայրենակից տղաներ, ովքեր ծառայությունից խուսափել են և հիմա 27 տարին լրացած է, բայց ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։ Նախորդ օրենքի ընդունմամբ ավելացրել էինք կարևոր կետ, որով 27-ից 37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են ՀՀ քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ 2021 թվականին հեղինակեցի օրենքի նախագիծ, որով արտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր որդիներն ու եղբայրները։ Հենց այդ ժամանակ Հայաստան խմբակցության մեր հարգելի գործընկերներն ասում էին, որ դրանում կունենանք զորակոչի թվի նվազում։ Ես այդ ժամանակ պարտավորվեցի և ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի քաղաքացիություն ստացող անձանց միջոցով, նշեց նա։ Անդրադառնալով չծառայող քաղաքացիներին Հայկ Սարգսյանը մանրամասնել է. «Ունենք բազմաթիվ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով և մեծանալով չեն լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում ու ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք բոլորը մինչև օրենքի ընդունումը դառնում էին ՀՀ քաղաքացի 27 տարին լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության։ Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում էին 2 տարի ժամկետով։ Նման կետ մտցրեցինք, որպեսզի նրանք կամ ծառայեն 1 տարի ժամկետով, կամ վճարեն 2.5 միլիոն դրամ»։ Խոսելով չհաշվառված անձանց մասին, Սարգսյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն ու կներկայացվեն հաշվառման նպատակով, 27 տարին լրանալուց հետո պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։